Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես խաղաղությունը շատ հարցեր կլուծի Բաքվում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի հետ կապված ամենօրյա աշխատանք է իրականացվում։ Վարչապետն է հայտարարել լրագրողների հետ զրույցում։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի հայտարարության ու 2018-ին Մեկուսարանում Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը։ Երրորդ նախագահը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանին առաջարկել է փոխվարչապետի պաշտոնը։ Վարչապետը բացառել է, որ որևէ ձայնագրություն կլինի, որը իրենց ասած եւ իր կողմից հերկված որևէ նյուանս կապացուցի։ Ինչ լավ այդ հեղափոխությունը տեղի ունեցել ըստ էության ուղիղ եթերում։ Բայց թե ուղիղ եթերում տեղի ունեցած է ամբողջ, որովհետև Կարեն Կարապետյանի հետ հանդիպում չի եղել, որ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում լիներ, կլիներ ուղիղ եթերում։ Հա, Կարեն Կարապետյանի հետ Մեկուսարանում եղել է հանդիպում, ճիշտ է, կներեք, մոռացել էի։ Եվ երկրորդը խոսվում է դեսպանների մասին, ես հատուկ այդ թեմայով դեսպանների հետ հանդիպում եմ արել եւ երեկվա հավաքը նկատի ունի։ Չէ, հեղափոխության ժամանակ իրանք հանդիպում են ուզել ինձանից եւ այդ հանդիպման հիմնական նպատակն եղել է, որ իրանք ասել են կարող ենք օգնել, աջակցել, ես ասել եմ անընդունելի է ինձ համար։ Ես Հայաստանի ներսում օտարերկրյա դեսպանների միջնորդության կարիք չունեմ, որպեսզի Հայաստանում մեր քաղաքական օրակարգը առաջ մղել։ Այսինքն ցանկացած տենց թեմա, որ ինչ որ մի դեսպանի միջոցով ինչ որ մի առաջարկ արվել կամ հետ առաջարկ ստացվի, դա ի սկզբանե սուտ է։ Իսկ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումը լավ հիշեցրիք, ինձ իսկապես մոռացել էի։ Մի րոպե, բանտում հանդիպումը եղել է հետևյալ, ես ասեմ ինչ ա եղել։ Հիմա շատ լավ առիթ է պատմեմ ինչ ա եղել այդ հանդիպման ժամանակ։ Կարեն Կարապետյանը եկել է եւ ինքը խոսել է Սերժ Սարգսյանի անունից։ Սերժ Սարգսյանի անունից խոսել է եւ ասել է, որ փորձ արել նենց անել, որ իրենք ինձ ազատում են եւ հեղափոխական process-ը չի շարունակում։ Ես ասել եմ ոչ, դա բացառ։ Նախ ասեմ փոխվարչապետի մասին, ընդհանրապես երբեք որևէ մեկի հետ ընդհանրապես տենց ակնարկ եւ խոսակցություն ընդհանրապես որևէ մեկի հետ չի։ Որևէ մեկի հետ ոչ միայն փոխվարչապետի, որևէ պաշտոնի մասին որևէ խոսակցություն ընդհանրապես չի եղել։ Ես չգիտեմ իրենք նման բան քննարկել են թե չէ, բայց ես չի էլ թույլ տա որ տենց խոսակցություն տեղի ունենա։ Սկսենք դրանից։ Դա բացառում եմ, այո։ Չի կարա տենց մի րոպե։ Ներողություն, թողեք պատասխանեմ։ Եթե չի եղել մեկը հայտարարում է, դա ինչ է։ Հիմա դուք անդադ տեսեք հազար ներողություն եմ խնդրում, չէ։ Տեսեք այսօրվա մեր լրագրության առանձնահատկությունն է դա։ Փաստը դնում ենք մի կողմ, գնում գնահատականի հետևից։ Ես ասում եմ չի եղել։ Դուք ինձ ասում եք ուրեմն դա կեղծիք է։ Կեղծիք չի, հրավառություն է, վեպ է, պատմավեպ է, բանաստեղծություն է, թե պիես է։ Այդ գնահատական է։ Ես ասում եմ չի եղել, ասում է իսկ բացառում եք, որ ձայնագրություն լինի, ասում է ուրիշ փաստ բացառում եք, որ ասում եմ այո, բացառում եմ։ Ընդհանրապես բացառում եմ, որ որևէ ձայնագրություն կլինի, որը իրենց ասած եւ իմ կողմից հերկված որևէ նյուանս կապացուցի, բացառում եմ որևէ թեմայով։ Այսինքն հիմա ես ձեզ հետ շփվում եմ, մի նեղվեք, ինձ հարցրեք, ինչ որ եղել է, կասեմ եղել է, ինչ որ չի եղել, կասեմ չի եղել։ Հիմա պատմեմ, թե ինչ է եղել Կարեն Կարապետյանի եւ իմ խոսակցությունը։ Խոսակցությունը եղել է հետեւյալի մասին, որ Կարեն Կարապետյանը ըստ էության ակնարկել է, ուղիղ չի ասել, բայց ակնարկել է ենթատեքստերով։ Եթե ինքը հերքի ես դա կհասկանամ, որովհետև ուղիղ չի եղել խոսակցությունը եղել է ենթատեքստերով, որ իրանք ինձ ազատեն, մեզ ազատեն եւ հեղափոխությունը, այսպես ասած, հեղափոխությունը դուրս գա օրակարգից եւ մենք ինչ որ ձևով Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը որպես բոլորի կողմից ընդունելի տեխնացու ստանձնի իշխանություն։ Ես ասել եմ դա ընդունելի չի ինձ համար եւ Սերժ Սարգսյանը պետքա հեռանա, որից հետո Կարեն Կարապետյանը գնացել է եւ ասել է, եկել է վերադառնալով, ասելով որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց
առաջարկում է, որ դա տեղի ունենա ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո։ Ինքը ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը ընդունի, որից հետո հրաժարական տա։ Ես ասել եմ դա անընդունելի է, ես չեմ ընդունի այդ տարբերակը, որից հետո գնացել է եւ ես չգիտեմ, բայց ընդհանրապես գրում էր խոսում էր ինչ որ մեկի հետ, չգիտեմ ում հետ էր խոսում, որից հետո վերադարձել է եւ ասել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ հունիսին։ Ես ասել եմ, դա ընդունելի տարբերակ չի եւ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա այսօր, վաղը, մաքսիմալ մյուս օրը։ Որից հետո ինքը գնացել է, եկել է, ասել է, ընդունելի է այդ պայմանը։ Էս է եղել մեր խոսակցությունը։ Ավելի ուշ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հարցին նախագահների կողմից վարչապետի բանավեճի հրավերը մերժելու վերաբերյալ։ Պատգամավորը հարցրել է, արդյոք կա ինչ-որ մեխանիզմ այդ մարդկանց բանավեճի բերման ենթարկելու։ Փաշինյանին զվարճալի է թվացել բերման ենթարկել բանավեճի արտահայտությունը, ապա ասել է, որ 4-րդ վայրկյանից ինչ խոսում են իր հետ բանավեճ է։ Դուք մշտապես հանրայնորեն հրավիրել եք նախորդ երկու չընտրված նախագահների եւ մեկ մասամբ ընտրված կամ չընտրված նախագահի հանրային ուղիղ եթերում բանավեճի եւ մենք եւ մեր հանրությունը մի տարօրինակ իրավիճակի ենք ուրեմն ականատես լինում, երբ փաստացի մի իրավիճակ է, երբ տրամաբանորեն պետք է որ հակառակը լիներ, պետք է որ ընդդիմադիր գործիչները փորձեին հնարավորություն գտնել երկրի ղեկավարի հետ որևէ թեմայի շուրջ բանավիճել, այնինչ մենք տեսնում ենք հետևողականորեն խուսանավում եւ փախուստ ըստ էության։ Միաժամանակ հայտնի է, որ տեսալսողական մեդիայի մասին գործող օրենքով կա պարտադիր պայման, ըստ որի հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է մարզկենտրոնների ընտրությունների եւ համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի բոլոր մասնակիցների եւ մասնավորապես առաջին համարների մասնակցությամբ կազմակերպել բանավեճ, բայց այդ բանավեճերին չներկայանալու համար գոյություն չունի սանկցիա եւ կա կարծիք, որ պետք է նաեւ նախատեսվի որոշակի սանկցիոն ինչ-որ մեխանիզմ, որով բերման կենթարկվեն ինչքան էլ տարօրինակ է ասել, այս մարդիկ, որպեսզի վերջապես այդ բանավեճերը տեղի ունենան։ Տենց մի քիչ զվարճալի հնչեց բերման ենթարկել բանավեճի, շատ անսպասելի առաջարկ է ճիշտն ասած, չեմ կարող ռեակցիա տալ, բայց ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ, որ 2021 թվականի ընտրություններում էլ ձեր նշած մարդկանցից առնվազն երկուսը առաջադրված էին եւ նրանք բանավեճի չեկան եւ չմասնակցեցին։ Ես կարող եմ իմ կողմից ասել, որ իհարկե վճռական եմ հաջորդ բանավեճի մասնակցելու եւ բանավեճի իմ հրավերը իհարկե շարունակում է մնալ ուժի մեջ։ Ես նախկինում վերջերս առիթ ունեցա անդրադառնալ, որ տեսեք այդ մարդիկ մի կողմից ասում են, որ ինձ հետ բանավեճելու բան չունեն, բայց հենց սկսում են խոսալ 4 վայրկյանից ինչ որ խոսում են ամբողջ ինձ հետ բանավեճ է։ Ընդ որում ես այսօր էլի ընդդիմությունը հարց ու պատասխանին ներկա չի, ես բյուջեի քննարկման ժամանակ սենց հարցեր են տալիս, ասենք զեկուցողներին, այդ թվում ազգային ժողովի պատգամավորների հարցեր են տալիս, որ իմ լիազորությունների հարցեր է, վարչապետի եւ կառավարության լիազորություններին վերաբերող հարցեր է։ Խոսում ենք 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին եւ ձեր նշած բանում հարցազրույցներում խոսում են պատերազմի ժամանակվա իրադարձությունների մասին։ Լսեք, ոնց որ մոռացվել է, որ ես 5 ժամ ուղիղ եթերում 10, չէ 5 10, լավ, հիմա նույնիսկ չեմ հիշում ինչքան, բայց տևական շատ հարցերին ուղիղ եթերում պատասխանել եմ։ Այդպիսի մի դրվագ չկա, որին ես չեմ անդրադարձել։ Հիմա եւ դա շատ բան տրյուկ է, որ մտածել, որ մարդիկ դե քանի տարի անցել է, մոռացել են, մի հատ էլ այդ նույնը ասենք, եւ ըստ էության այդ նրանք խոսում են միայն այդ ժանրով։ Իրանք բացի բանավեճից, եթե ուշադրիր իրանց տեքստեր նայեք, բացի ինձ հետ բանավիճելուց ուրիշ բան չեն ասում։ Ամբողջ ինչ խոսում են ինձ հետ բանավեճը։
Խորհրդարանում բյուջեի քննարկմանը ֆինանսների նախարարին ընդդիմությունը հարց է ուղղել տնտեսական աճի վերաբերյալ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դիմելով նախարար Վահե Հովհաննիսյանին նշել է, որ 2018 թվականի համեմատ իրավիճակը որոշ չափով վատթարացել է։ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր, որ 2019-ի երկրի հնան ավելի բարձր է եղել, քան Վրաստանին է։ Այս տարվա հոկտեմբերին Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է նոր տվյալներ։ Այսպես Հայաստանի հնան այսօր կազմում է $8,970, Վրաստանինը $10,130, պարզաբանել է Խաչատրյանը։ Ի պատասխան Հովհաննիսյանն ընդունել է, որ Վրաստանը վերջին տարիներին իսկապես շատ բարձր տնտեսական աճ է գրանցել։ Պարոն Հովհաննիսյան, 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, որ Հայաստանի մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը գերազանցում է Վրաստանի հնային մեկ շնչին ընկնող։ Հիշում եք վրացական արձագանքը, այն բորժոմի պիլ, անաստոլմա, բայց ամեն դեպքում ես ինքս մտա եւ ստուգեցի այդ տվյալները, իրոք 19 թվականին մեկ շնչին ընկնող հնան Հայաստանում ավելի բարձր, քան թե Վրաստանը։ Հոկտեմբեր ամսին Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է նույն տվյալները, Հայաստան $8,970, մեկ շնչին ընկնող, Վրաստան $10,130։ Այս ինչ եղավ, որ մենք սենց հրաշալի տնտեսական աճեր ենք արձագանքում, բայց 19 թվականի համեմատ այս իրավիճակը փոխվեց։ Նախ Վրաստանի հետ կապված, այո ճիշտ եք, եթե հետևել եք վերջի տարիներին, ապա Վրաստանը արձանագրել է շատ բարձր տնտեսական աճեր, մասնավորապես այս տարի, եթե չեմ սխալվում, սպասվում է 9% տնտեսական աճ, կամ անցած տարիեր այդքան հիմա չեմ կարող հստակ ասել, այո, Հայաստանը աճել է եւ մեկ անձին ընկնող հնայի ծավալը հասել է $8,900, ինչպես դուք ասեցիք, $4,000, 4,000-ի կողմերից 18 թվականին, այսինքն կրկնապատկվել է մեկ անձին ընկնող հնան, բայց Վրաստանում ավելի արագ է աճել ինչ-որ բաներ եւ ուստի կարող ենք նայել, ասենք Վրաստանը ինչի հետևանքով այդ աճերը արձանագրել, կարող ենք նայել։ Հիմա նույն պարտքի մակարդակը, այդ հարցին ինձ թվում է ես իմ ելույթում պատասխանեցի, պարոն Խաչատրյան, հիմա ասել թե պարտքի որ մասն է նպաստել տնտեսության այդ տիպի աճին շատ դժվար կլինի, որովհետև օրինակ մենք 2020 թվականի արդյունքում մեր պարտքը հասավ 63%-ի եւ դրա նպատակը այդ պարտքը վերցնելու նպատակը նաեւ այն էր, որպեսզի թույլ չտալ ձեռնարկությունների գահավիժումը, որպեսզի մեր վերականգնումը հետո ավելի լավ լինի եւ հիմա գնահատել թե դրա արդյունքում որքան եղավ, դա կլինի մի հատ գնահատական, որին կարող եք դուք ուրիշ գնահատական ունենալ, ես ուրիշ գնահատական ունենամ, այդպիսի վերլուծություն մենք չունենք, թե պարտքի, բայց սովորաբար կա բյուջետային ազդակների, հավաքվող հարկերի եւ այլնի հետ կապված վերլուծություններ եւ մենք կարծում ենք, որ վերջին տարիներին պետական կապիտալ ծախսերի ազդեցությունը մեր հնայի եւ մեր տնտեսության զարգացման վրա բավականին մեծացել է։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Հակոբյանը մեղադրվում է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու եւ փողերի լվացման համար։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Ֆրանսիան կօգնի Պաղեստինին մշակել պետության սահմանադրությունը։ Այս մասին Փարիզում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա հայտարարել է, որ Ֆրանսիան եւ Պաղեստինը կստեղծեն համատեղ հանձնաժողով Պաղեստինի սահմանադրության մշակման ուղղությամբ աշխատելու համար։ Այս հանձնաժողովը պատասխանատու կլինի բոլոր իրավական ասպեկտների վրա աշխատելու համար՝ սահմանադրական, ինստիտուցիոնալ եւ կազմակերպչական, նշել է Մակրոնը։ Նա հավելել է, որ Ֆրանսիան 2025 թվականի համար Գազային կտրամադրի 100 միլիոն եվրո մարդասիրական օգնություն։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն իր հերթին նշել է, որ իրենք հանձնառու են երկխոսության եւ խաղաղության մշակույթին։
Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե որևէ միջուկային տերություն միջուկային զենքի փորձարկում անցկացնի, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Պենտագոնին հանձնարարել է անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները, հղում անելով այն փաստին, որ որոշ այլ երկրներ արդեն դա անում են։ Թրամփը չի մանրամասնել, թե ինչ փորձարկումների մասին է խոսքը կամ արդյոք դա ներառում է միջուկային մարտագլխիկների պայթեցում։ Նոյեմբերի 5-ին Անվտանգության խորհրդի հետ հանդիպման ժամանակ Պուտինը հանձնարարել է արտաքին գործերի նախարարությանը, պաշտպանության նախարարությանը, հետախուզական ծառայություններին եւ քաղաքացիական գերատեսչություններին հավաքել եւ վերլուծել լրացուցիչ տեղեկատվություն եւ ներկայացնել համակարգված առաջարկներ միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկի վերաբերյալ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ընդգծել է, որ նախագահը չի հրահանգել փորձարկման նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։ Նա հրահանգել է, որ քննարկվի նման փորձարկումների նախապատրաստական աշխատանքները սկսելու նպատակահարմարությունը։ Ուկրաինան բախվում է զինվորների աճող պակասի հետ, քանի որ ռեկորդային թվով տղամարդիկ փախչում են Եվրոպա։ Հարցազրույցում ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Ռուսական զորքերն անդադար առաջ են շարժվում, ինչպես համակարգչային խաղում։ Նրանք պարզապես շարունակում են գալ եւ նրանց չի հետաքրքրում ընկած զինվորները, նշել է Կլիչկոն։ Գործող օրենքի համաձայն ուկրաինացիներին կարող են զորահավաքի կանչել 25 տարեկանից։ Կլիչկոն առաջարկել է փոխել այդ օրենքը, քանի որ միլիոնավոր ուկրաինացիներ այժմ արտասահմանում են, Կիևի քաղաքապետն ասել է, որ երկրի ապագան կախված է այդ արտահոսքի վերացումից, երբ խաղաղությունը վերականգնվի։ Մենք ուրախ կլինենք, եթե երիտասարդների կեսը վերադառնա, բայց դրա համար մեզ անհրաժեշտ է խաղաղություն, աշխատատեղեր եւ կյանքի լավ որակ։ Պատերազմից հետո մենք բախվում ենք հսկայական մարտահրավերների, նշել է Կիևի քաղաքապետը։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն կարգադրել է դադարեցնել երկրի անվտանգության ուժերի հետախուզական ստորաբաժանումների փոխգործակցությունն ամերիկյան գործակալությունների հետ։ Կարիբյան ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կողմից նավակներին հասցվող հարվածների պատճառով։ Այս մասին նախագահը գրել է X սոցիալական հարթակում։ Պետրոն ավելի վաղ քննադատել է Վաշինգտոնի գործողությունները նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրելով այն բանում, որ նա ձգտում է Վենեսուելան նվաճել թմրամաքսանենգության դեմ պայքարի պատրվակով։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները փորձում է վերահսկողություն հաստատել Վենեսուելայի նավթային պաշարների նկատմամբ, իսկ նավերի վրա հարձակումները, որոնք հանգեցրել են Լատինական Ամերիկայի տասնյակ քաղաքացիների զոհվելուն, Պետրոն համարում է միջազգային իրավունքի խախտում։ Երեքշաբթի Բրազիլիայի Բելեմ քաղաքում երեկոյան բնիկ ցուցարարները «Մեր անտառները չեն վաճառվում» գրության պաստառներով գրոհել են COP30 կլիմայական բանակցությունների անվտանգության կենտրոնը։ Նրանք թափահարում էին ձախակողմյան բրազիլական երիտասարդական շարժման «Խունտոս» անվանումով տարբերանշանով դրոշներ։ ՄԱԿ-ի տվյալներով Բրազիլիայի եւ ՄԱԿ-ի իշխանությունները հետաքննում են միջադեպը։ COP30-ի բանակցություններին, որոնք տեղի են ունենում նոյեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 21-ը, մասնակցում են գրեթե 200 երկրների պատվիրակներ։ Այս տարվա հավաքը տեղի է ունենում Փարիզի կլիմայական համաձայնագրից 10 տարի անց, որով երկրները պարտավորվել են փորձել սահմանափակել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1.5 աստիճանով։ Սա առաջին անգամն է, որ համաժողովն անցկացվում է Բրազիլիայում, իսկ բանակցությունները տեղի են ունենում Բելեմում, Ամազոնի անտառի եզրին։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Վրաստանում կործանված ռազմական բեռնատար ինքնաթիռում եղել է 20 մարդ, անձնակազմի 4 անդամ եւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի 16 սպա, այդ թվում երկրի ռազմաօդային ուժերի շտաբի պետը։ Տեղեկությունների համաձայն պայթյունի վարկածը բացառվում է, քանի որ ինքնաթիռը տեղափոխում էր F-16-ի մեխանիկական պահեստամասեր եւ օդանավում պայթուցիկ նյութեր չեն եղել։ Նախնական տվյալով չեն հայտնաբերվել նաեւ արտաքին ազդեցության հետքեր։ Նախ ինքնաթիռը երկար ժամանակ շահագործման մեջ է եղել։ Վերջին կապիտալ վերանորոգումը տեղի է ունեցել 2020 թվականին։ Ուստի ինքնաթիռի Իրանի խափանումը կարող էր պայմանավորված լինել կոռոզիայով։ Երկրորդ տարբերակը բեռի ոչ պատշաճ ամրացումն է։ Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ վթարի պատճառը մանրակրկիտ ուսումնասիրվում է։ Քննությունը համատեղ իրականացնում են Թուրքիան եւ Վրաստանը։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։
Շարունակենք նախորդին Արմավիրի մարզի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարներն ու ոստիկանության պարեկները։ Ըստ նախնական տեղեկությունների լիցքավորելիս պայթել է գազել մագնիշի բեռնատարը, ինչի հետևանքով 2 մարդ վնասվածքներ է ստացել։ Մեկին տեղափոխել են բուժկենտրոն, մյուսին բժիշկները հետազոտել են, օգնություն ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Վնասվել է նաև մեքենաներ, պայթյունի հետևանքով գազաբալոնի մասը պոկվել ու մոտ 200 մետր շպրտվել է, հայտնում է Շամշյանը։ Ավտովթար Կոտայքի մարզում կան վիրավորներ, 3 երեկոյան Քարաշամ գյուղում բախվել են ՎԱԶ 2106 մագնիշի եւ ՎԱԶ 2107 մագնիշի մեքենաները։ Ինչպես հայտնում է Շամշյանը, վթարի հետևանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նաիրի քնչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Երևանի պետական կամերային թատրոնում տեղի է ունեցել ամերիկահայ բանաստեղծ Սոնա Վանի «Այս աղջիկը» գրքի շնորհանդեսը։ Ներկա են եղել Հայաստանից եւ Սփյուռքից բազմաթիվ մշակութային ու հասարակական գործիչներ։ Օրերս Երևանի պետական կամերային թատրոնում տեղի ունեցավ աշխարհահռչակ հայ բանաստեղծ Սոնա Վանի նոր «Այս աղջիկը» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը։ Տոնական միջոցառումը մեկ հարկի տակ էր հավաքել բանաստեղծուհու արվեստի սիրահարներին, ընկերներին եւ արվեստասեր հասարակությանը։ Տևական դադարից հետո, 5 տարվա դադարից հետո, սա իր ըստ էության նոր էջ է բացում իր ստեղծագործական խճապատկերի մեջ։ Այս գիրքը առավել քան այսօրվա մարդու մասին է, համաշխարհային մարդու մասին է, կնոջ մասին է, կնոջ խնդիրների, հոգսերի եւ մարդու միջով անցնող հոգսերի մասին է եւ մի բան կա, որ շատ հատկանշական է, գիրքը ընկերակցում է ընթերցողին։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան գրքի խմբագիր բանաստեղծ Հայկ Սիրունյանը, Հայաստանի գրողների միության նախագահ բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, ինչպես նաև գրականագետ բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանը։ Շնորհանդեսին ներկա էին Հայաստանի եւ Սփյուռքի բազմաթիվ մշակութային եւ հասարակական գործիչներ։ Մեր խոհանոցում մեծ հայտետաշտը միշտ նույն չափով էր լցված խմորով։ Մայրս կարծես թե իր մատներից էր սարքում խմորը, կամ ավելի շուտ խմորը կարծես մորս մատների մետամոր փոզն էր հայտետաշտի մեջ։ Մայրս երբեմն փորձում էր սրբել քրտինքը դեմքի եւ 10 հավասար խմորի շիթեր մորս մատներից ձգվում էին մինչև նրա ճակատը։ Հայրս ասում էր, որ խմորից է մայրս մեզ սարքել ու ծիծաղում էր։ Մայրս լռում էր ու շարունակում խմորից ջերմակ հրեշտակներ կախել մատների ծայրից։ Մայրս երդվում եմ, կարող էր քայլել ջրերի վրա, կարողանար ձեռքերը մի կերպ պոկել խմորից։ Սոնա Վանը խոստովանում է լռության այդ տարիները բարդ էին ու ցավոտ կորուստներով, բայց այդ ամենը ետ չի պահել բանաստեղծուհուն ստեղծագործելու ներշնչանքից։ Կապված կորուստների եւ նաեւ կապված այն պոտենցիալի հետ, որ մարդը ունի դիմակայելու այս դժվարությունները, լավատեսության, գրողական լավատեսության եւ սերը ամեն գնով պահպանելու միտվածության մասին է այս գիրքը։ Կանացի երջանկությունը պահպանելու, ընդդեմ պատերազմի նոր սխեմաներ մտածելու մասին է, որովհետև աշխարհը այսօր կրակների մեջ է եւ մտածող մարդու համար չկա ավելի կարևոր խնդիր, քան մտածել, թե ինչպես կարելի է վերջ դնել այս արյունահեղություններին, այս անհեթեթությանը։ Մի խոսքով կյանքի սիրելու եւ պատերազմի եւ բաժանության եւ մարդկային ամենավսեմ զգացողությունների եւ նաեւ մարդկային ամենանողկալի զգացողությունների հետ շփվող բանաստեղծի խոհերն են սրանք։ Սոնա Վանի գրական ժառանգությունը լայնորեն ճանաչված է ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հարթակներում։ Սոնա Վանը իր կյանքի ընթացքում ամենաշատ գրախոսված եւ թարգմանված հայ հեղինակն է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 30 լեզուներով, հրատարակվել առանձին գրքերով, իսկ բանաստեղծը բազմիցս արժանացել է հեղինակավոր միջազգային մրցանակների։ Այս տարի Սոնա Վանը պարգևատրվել է Միացյալ Նահանգների բարձրագույն նախագահական մեդալով։ Բացի այդ, Նյու Յորքի Յել ակումբի նախագահ Սթենլի Բարկանը նրան ներկայացրել է Նոբելյան մրցանակի։
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու նոր-նորքի համայնքային ոստիկանները շորթման դեպքեր են բացահայտել, մանրամասները տեսանյութում։ Համայնքային ոստիկանության նոր-նորքի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու երիտասարդ մեքենաներից գողանում են հաշվառման համարանիշներ ու հայլիներ եւ վերադարձնելու համար մեքենային փակցնում են Տելեգրամի հասցե։ Տեղեկությունն իրացվեց ոստիկանության գվարդիայի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների հետ։ Նոյեմբերի 8-ի առավոտյան ժամը 5-ի սահմաններում Գյուլիքևխյան փողոցում երիտասարդները հայտնաբերվեցին գողոնը ձեռքներին։ Ավտոմեքենայի հաշվառման համարանիշներն ու կողային հայլիները նետելով նրանք դիմեցին փախուստի։ Աչափնեկ թաղամասի բնակիչ 23-ամյա երիտասարդի փախուստը կանխվեց եւ շորթում կատարելու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվեց ու տեղափոխվեց համայնքային ոստիկանության նոր-նորքի բաժին։ Որոշ ժամանակ անց հայտնաբերվեց նաեւ 30-ամյա երիտասարդ Գողության թիրախ դարձած Ford Mach-ի ավտոմեքենայի դիմապակուն փակցված էր տելեգրամյան հասցեով թերթիկ։ Ford-ի տիրոջից ընդունվեց հաղորդում, ըստ նրա պատճառվել էր մոտ 100,000 դրամի վնաս, եւ սա միակ դեպքը չէր։ Ըստ նախնական տվյալների, նրանք տելեգրամյան նույն հասցեով թերթիկ էին փակցրել նաեւ Հովհաննիսյան փողոցի բակերից մեկում կայանված Honda Mach-ի ավտոմեքենայի դիմապակուն։ Honda-ի տերը նույնպես տվեց հաղորդում, որ նույն գիշերը կողացել են մեքենայի կողային հայլիների ապակիները։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ եղանակ վաղը տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճան էլեապես չի փոխվի, առհասարակ նոյեմբերին սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։